Ողջույն ու բարեկալուստ Անեք Պլյուս, դուք դիտում եք կանայք եւ քաղաքականությունը շարքի հերթական թողարկումը, ես Ռուբեն Բանուչյանն եմ։ Տաղավարում այսօր հյուրընկալել եմ բոլորին դեմ եմ կուսակցության վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցին։ Տիկին Կարապետյանց, ողջույն եւ ուրախ եմ, որ եկել եք մեր տաղավար։ Շնորհակալ եմ, մեծ սիրով։ Դուք միակ կին թեկնածուն եք որպես վարչապետի թեկնածու Փաստորեն եւ կարծես թե նախորդիվել Հայաստանը իր քաղաքական կյանքի ընթացքում, ընտրությունների ընթացքում կին նախագահի թեկնածու չէր տեսել, կին վարչապետի թեկնածու չի տեսել։ Ես հիշում եմ առնվազն գոնե մեկ դեպք Լուսինե Ավագյան, ես հիշում եմ կար թեկնածու, բայց կուսակցությունը չեմ հիշում։ Դե ձեր հիշողությունը ինստիտուցիոնալ առումով ավելի լավն է։ Բայց դուք քաղաքականություն եկաք քաղաքացիական հասարակությունից 20 տարի գրեթե զբաղվեցիք իրավապաշտպան գործունեությամբ։ Ինչ փոխվեց, որ հասկացաք, որ իրավունքների համար պաշտպանությունը քաղաքացիական հասարակության դիրքերից այլևս այն չէ, որ որոշել եք քաղաքական հայտ ներկայացնել եւ իշխանություն ունենալու պարագայում զբաղվել այսպես կոչված իրավապաշտպան գործունեությամբ։ Մի փոքր լրացում անեմ, սա թերևս իսկապես միակ դեպքն է, երբ ես քաղաքականության մեջ եմ մտել ժառ-սահմանադրական շարժման շրջանակներում եւ այնտեղ էլ ճնշող մեծամասնությունը տղամարդիկ էին եւ իրենք եւս որոշում էին կայացրել, որ իրենց թեկնածուն, վարչապետի թեկնածուն եւս պիտի լինեի ես, այսինքն սա շատ հետաքրքիր տենդենց էր, ինձ համար շատ անսպասելի, որովհետեւ կային ինձանից շատ ավելի փորձառու մարդիկ, ավելի այսպես իմ խորին համոզմամբ ավելի իմաստուն մարդիկ, բայց թիմը որոշել էր նաեւ, որ կարող է լինել եւ ճիշտ որոշումը սա էր, այնպես որ սա իսկապես այս իմաստով արտառոց դեպք է։ Ինչու քաղաքասարակությունից դուրս եկա ու որոշեցի քաղաքականությամբ զբաղվել, որովհետև քաղաքասարակությունը նախ սպառել էր իրեն, մենք այլևս չունենք այն քաղաքասարակությունը, որը ունեցել ենք երկար տարիներ, նա այլևս ինստիտուցիոնալ որպես կառույց գոյություն չունի, մի մասը հայտնվել է իշխանության մեջ, գործող իշխանությունների թիմում կազմում, մի մասը բացահայտ այլևս անթաքույց սատարում է Նիկոլ Փաշինյանին, մի մասն էլ ուղղակի չի ուզում խոսել, լռում է ու հատուկ են մարդիկ էին, որ մնացել են խոսելու, ասելա թե քաղաքասարակությունը որպես ինստիտուտ այլևս իր ազդեցություն ունենալ չէր կարող մի կողմից, մյուս կողմից իրավապաշտպան գործունեությունը ունի շատ սահմանափակ գործիքակազմեր, դու ունես շատ կոնկրետ գործողություններ, որոնք կարող ես անել պետության ներսում որևէ փոփոխության գնալու։ Քաղաքականությունը ունի շատ ավելի շատ գործիքակազմ եւ այն գործիքակազմը, որ ես ունեի որպես իրավապաշտպան, բավարար չէր այլևս փոփոխությունների այն անհրաժեշտ փոփոխությունների հասնելու, որի կարիք ունի մեր պետությունը։ Հետևաբար այլ ընտրանք ուղղակի թողնված չէր, սա իհարկե ես կարծում եմ նման իրավիճակում շատ խիզախը մի քիչ բան է, այնց գլուխ գովալ է ստացվում, բայց բավականին ծանր որոշում էր դուրս գալ մի միջավայրից, որտեղ դու ծանոթ ես, գիտես, երկար տարիներ աշխատել ես ու փոխել ոլորտը պատասխանատու էր, որտեղ մարդիկ կան, ովքեր շատ ավելի երիտասարդ տարիքից են քաղաքականության մեջ, իրենք արդեն փուլ առ փուլ կարծես թե նախապատրաստվում են այդ փուլին, բայց ես կարծում եմ, որ իրավապաշտպանությունը քաղաքասարակության մաս լինելը եւս քեզ բավական փորձառություն է տալի, անցնցում այդ անցումը իրականացնելու, ես ինձ շատ կոմֆորտ եմ զգում, ասեմ այստեղ։ Բայց եթե խոսում եք քաղաքացիական հասարակության գործունեության մասին, ձեր գնահատականները եւ դրան հետեւած ձեր գործողությունը չեք կարծում, որ անձամբ ձեր դուրս գալը նաեւ քաղաքասարակությունից ինչ որ իմաստով նաեւ եթե վիճակը վատն էր, ուրեմն ել ավելի է վատացնում։ Համաձայն եմ, բայց դու պիտի ռիսկերը շատ ճիշտ գնահատես։ Քո որևիցե միջավայրում մնալը կարող է տալ բավարար արդյունք, փոփոխել, վերականգնել նախկինում ունեցած այդ հեղինակությունը, այդ ազդեցությունը վերականգնելու տեսանկյունից ավելի արդյունավետ կլինի, թե փորձես մտնել քաղաքական process-ներ ու քաղաքական գործիքակազմով նաև աջակցես, որպեսզի ստեղծվի նոր քաղաքասարակություն, որովհետև մեր իրականության մեջ ես այնքան ուրախ եմ դրա համար, որ քաղաքասարակությունը Հայաստանում ստեղծվեց դրսի նաև աջակցության դոնորների աջակցության, տարբեր միջազգային կառույցների աջակցության շնորհիվ 90-ականների տենց վերջ կեսերից սկսեց ձևավորվելը ու այս համակարգի մեջ տեղավորվում էին միայն նրանք, ովքեր ընդունում էին որոշակի խաղի կանոններ։ Հիմա մենք ունենք շատ հետաքրքիր process, որտեղ տարբեր երիտասարդներ, երիտասարդ կանայք, տղամարդիկ դարձել են սկզբից բլոգերություն էին անում,
հետո մի տեսակ այդ քաղաքասարակության այդ ինֆլուենսերները այդ կարծիք ձևավորող են դառնում, ինչ որ իրադարձությունների վրա ազդեցություն ունենալու հնարավորություն էին ունենում ու այս ամեն ինչը անում են շատ պատասխանատու ձևով։ Իրենք հասկանում են, թե իրենց խոսքը ինչ ազդեցություն կարող է ունենալ եւ նախապատրաստվում են այդ փուլերի, նաեւ շատ տարբեր են այդ մարդիկ, իրանք տարբեր ուղղություններ են, դաշտեր են ծածկում, բայց դա մեր ներսում ձևավորված նոր բնույթի քաղաքասարակություն է։ Այդ թվում նաեւ իրավապաշտպաններ կան, իրավապաշտպաններ ոչ թե որովհետև իրենք աշխատում են իրավապաշտպան կառույցներում, այլ որովհետև իրենք էությամբ, իրենց գիտակցությամբ, իրենց մտածողությամբ իրավունքի պաշտպաններ են։ Դրանք եւ փաստաբաններ են, եւ այլ ոլորտի մարդիկ են, հա, աշխատողներ, որովհետև իրավապաշտպանները միշտ չի որ մասնագիտությամբ լավագույն իրավապաշտպանները իրավաբանները չեն եղել։ Իրավապաշտպանների ճնշող մեծամասնությունը լրիվ այլ մասնագիտությունների տեր մարդիկ են եղել, որովհետև իրավապաշտպանությունը դա փաստաբանություն իրավաբանություն չի միայն, դա նաև մտածողության ձև է, աշխարհայացք է, դա ապրելակերպ է, եթե կուզեք։ Հետևաբար ես վստահ եմ, որ մենք կարճ ժամանակ հետո առողջ քաղաքական միավորներ ունենալու պարագայում, առողջ իշխանություն ունենալու պարագայում մեր քաղաքասարակությունը շատ արագ կվերականգնվի նոր դերակատարներով, որովհետև նախկին դերակատարները իրանց սպառել են եւ վարկապեկել են։ Դուք հիմա արդեն քաղաքական գործընթացներում եք, ինձ հետաքրքիր է նաև որպես կին, ինչ առանձնահատկություն կա լինել քաղաքացիական հասարակության կազմակերպություններում եւ ինչ որ իմաստով եւ ավելի ուղիղ իմաստով հանրային գործունեություն ծավալել, հանրային դեմք լինել, որովհետեւ այս տարբերությունից թվում է ես առիթ ունեցել եմ կին քաղաքական գործիչների հետ խոսելու, ովքեր ի սկզբանե էլ քաղաքական գործունեությամբ են հենց ներկայացել։ Ինձ հետաքրքիր է այլ քաղաքասարակությունը որպես կին ներկայանալը եւ քաղաքական գործունեության մեջ ինչ առանձնահատկություններ, ինչ բարդություններ, ինչ դժվարություններ կան, որոնց երբևէ հանդիպել եք։ Ինձ թվում է համարյա թե նույն խնդիրներն են, որտեղ շատերի մոտ թվում է, որ եթե քաղաքասարակությունը դա տենց ավելի մտածող, ավելի լիբերալ մարդիկ են հավաքվում քաղաքասարակության ներսում, իրենց մոտ այդ խնդիրը, օրինակ կին ղեկավար լինելը, դա ավելի հեշտ է անցնում, հա, ավելի հեշտ են մարսում, այդպես չի։ Կառույցի կին ղեկավար լինելը դա բավականին բարդ process է։ Մնացած խաղացողները քեզ միշտ չի որ փորձում են այսպես մեծ սրտով, բաց գրկով սենց ընդունում են քեզ, այդպես չի։ Դու նույն դժվարություններն ես բախվում, դու պիտի կարողանաս ապացուցել, որ դու որևէ մեկից որևէ բանով պակաս չես, իսկ առանձին հարցերում գուցե եւ առավել ես։ Նույնն էլ քաղաքականության մեջ ես ճիշտ ասած տենց չեմ բաժանի այս իմաստով հա կին տղամարդը, որովհետեւ ինձ համար կա լավ մասնագետ ու վատ մասնագետ։ Բարեխիղճ աշխատող Այսինքն հանրության ընկալումը եւ արձագանքը շատ ճիշտ եք ասում եւ նաեւ ես ինքս երբ խոսում էի որ չէի ուզում ընդունել վարչապետի տեխնացու լինելու պատճառը դա նաեւ նա էր որ մեր հասարակության մեջ իմ մտածողության մեջ կին տեխնացուն գուցե այդքան ճիշտ չէր ընկալման մեջ կարողա ճիշտ չընդունվել բայց ընթացքը ցույց տվեց որ դա բացարձակ կապ չունի մարդիկ ովքեր վստահում են մեզ ասելա թե այն շփումների ընթացքում իրանք չեն վստահում ինձ որովհետեւ ես կին եմ իրանք վստահում են ինձ որովհետեւ ես իմ ամբողջ ապրած կյանքով ապացուցել եմ որ ես իմ խոստումների հետևից գնացող մարդ եմ որ ես բոլոր իրավիճակներում adekvatության եւ պարկեշտության կանոնները գրված եւ չգրված կանոնները չխախտելով եմ առաջ գնում հետեւաբար վստահությունը իմ նկատմամբ դրանի եւ քաղաքասարակության ներսում որպես իրավապաշտպան եւ հիմա քաղաքական process-ներում դրանից չի որ ես կին եմ կամ կարող է լինել տղամարդ դրանից է որ դու ապացուցել ես եւ միայն իմ մասին չի խոսքը թիմի մնացած անդամների նկատմամբ էլ վստահության հիմքում նա է որ մարդիկ իրենց կյանքով ապրած կյանքով թեկուզ ինձանից 20 տարի ավելի երիտասարդ, բայց մարդիկ իրանց ապրած կյանքով ապացուցել են իրենց վստահելի լինելու, վաստակել են իրենց վստահելի լինելու իրավունքը։ Հետևաբար ես հարթության մեջ կան դժվարություններ, իհարկե, տենց ինչ որ մանր մունր իրավիճակներ լինում են, բայց անկեղծ ասած ես դրանց վրա ուշադրություն չեմ դարձնում, որովհետև դե տղամարդկանց նկատմամբ էլ այլ բնույթի խտրական վերաբերմունք կա, այնպես որ ինձ համար դա էական չի։ Հիմա երբ նայում ենք իրողություններին, իրավապաշտպանության դիրքերից իրավապաշտպանները սովորաբար քաղաքասարակության այլ կազմակերպություններից կամ այլ անհատներից եւ դերակատարներից տարբերվում են նրանով, որ եթե քաղաքասարակության շատ կազմակերպություններ եւ անհատներ կարող են, այսպես ասած, որոշ գաղափարներ ջատագովել եւ ինչ որ եզրերում նաեւ համագործակցության գնալ իշխանության հետ, ինչը նորմալ է եւ քաղաքասարակության կարևոր գործառույթներից մեկն է, իրավապաշտպանները սովորաբար ավելի այսպես հսկող դերակատարում են ունենում եւ ավելի շատ կոնֆրոնտացիա են ունենում, ավելի քիչ է լինում եւ վերահսկողությունն է ավելի մեծ լինում։ Հիմա դուք հայտ եք ներկայացրել քաղաքական իշխանություն ունենալու
պատկերացնում եք ձեր նկատմամբ իրավապաշտպան գործունեությունը եւ այդ դերերի տեղափոխումը ոնց է տեղի ունենալու, այդ համագործակցությունը, այդ աշխատանքը, այսինքն այդ քննադատությունը եւ այդ վերահսկողությունները այլևս ուղղվելու են ձեզ եւ դուք չեք կարողանալու ինչքան էլ որ մտածողություն ունենաք իրավապաշտպանի դիրքերից, պետք է քաղաքական դերակատարի եւ քաղաքական իշխանության կրողի դիրքերից որոշումներ կայացնեք։ Այս իմաստով ամբողջ այս process-ում իմ գործնեության հանրային process-ում ես այդ մեղադրանքն եմ ստացել, որ քո տեքստերը միշտ եղել են քաղաքական, ու ես բացատրել եմ, որ արդարադատության ոլորտում խնդիրների ճնշող մեծամասնությունը դա քաղաքական խնդիրներ են, որովհետեւ նման քաղաքական նպատակ չի դրվում ստանալ փոփոխություններ, իրականացնել բարեփոխումներ եւ հետեւաբար այո իմ խոսույթը եղել է քաղաքական։ Այդ մեղադրանքը ես ստացել եմ հենց նախկինում։ Բայց հետաքրքիր գիտեք որներ, որ եթե դու քննադատում էիր քո խոսքը քաղաքական էր, երբ որ դու սատարում էիր մեկ այլ թիմեր սատարում էին գործող իշխանությունների չբարեփոխումներին, դա համարվում էր ոչ քաղաքական խոսք։ Այս գրադացիան միշտ եղել է։ Ես չունեմ այդ անհանգստությունը, երկու տեսանկյունից կմոտենամ։ Առաջինը շատ նորմալ է համագործակցություն ունենալ եւ նաեւ քննադատված լինելը, շատ նորմալ է, որովհետեւ դա քեզ անընդհատ տոնուսի մեջ է պահում։ Դու քաղաքասարակության ամբողջ իմաստը նրա մեջ է, որ դու կարողանաս տեսնել խնդիրները ներսից, ավելի խորքային, ավելի ծավալուն, ավելի համակարգային տեսնես ու բերես ներկայացնես իշխանությանը շատ դեպքերում, այո, նաև դժգոհության տեսքով։ Ու դա իշխանությանը միշտ տոնուսի մեջ է պահում։ Դու չես կարողանում տենց թուլանալ, ասում դե հիմա եկեք թուլացեք ու հաճույք ստացեք, այդպես չպիտի լինի։ Երկրորդ միտքը հետեւյալն է։ Իսկ ովքեր են լինելու քննադատողները, եթե քննադատողները լինելու են նրանք, ովքեր գործող իշխանությունների ժամանակ սկզբունքորեն չեն ուզեցել տեսնել, ես այդ մարդկանց կարծիքը անկեղծ ասած լսել ոչ ուզում եմ, ոչ էլ ինձ հետաքրքիր է, որովհետև իրենք կորցրել են իրենց իրավունքը քննադատելու, իրենք այլևս վարկաբեկված են ինձ համար, եւ դա այտենց բան չի, նեղացվածություն չի, դա օբյեկտիվ միտք գաղափար լսելու տեսանկյունից ինձ իրանք հետաքրքիր չեն, բայց քաղաքասարակության ներսում մինչեւ հիմա կան մի փոքր թվով իհարկե, բայց adekvat եւ համաչափության օբյեկտիվության մեջ մնացած կազմակերպություններ, անհատներ, որոնց կարծիքը ես սիրով ու մեծ պատասխանատվությամբ վերաբերվելու եմ ու շատ հետևողական եմ լինելու ու կարծում եմ, որ մենք կարող ենք այդ բալանսը ստեղծել իշխանություն եւ քաղաքասարակություն իրավապաշտպան մասնագիտացված կառույցի հետ հարաբերությունները ու այդ են կառույցները չեն պարտադիր որտեղ ես եմ աշխատել։ Դա այլ կազմակերպությունների եւս մասին խոսք է։ Հիմա չեմ ասի, որպեսզի գործող իշխանությունները անցել չթիրախավորեն, բայց ես շատ հստակ ասում եմ, ես նախկինում եմ ասել, հիմա էլ պիտի ասեմ, այն քաղաքասարակության ներկայացուցիչները, որոնք չեն կարողացել մնալ իրենց դիրքում, չեն կարողացել պահպանել իրենց օբյեկտիվությունը, անաչառությունը, պետականամետությունը, իրանք ինձ համար քաղաքասարակություն չեն, իրանք կարծիքը ինձ բացարձակ հետաքրքիր չի լինելու։ Ու ես մեծ սիրով կլսեմ այն մարդկանց, ովքեր նոր են ձևավորվում, ովքեր նաև հնուց են մնացել, այդ մարդկանց սիրով, մեծ սիրով կաշխատեմ։ Դժվար լինելու է, իհարկե դժվար է լինելու, որովհետև քաղաքասարակության դերակատարումը եւ իշխանության դերակատարումը դրանք շատ տարբեր են։ Գործիքակազմը քաղաքական process-ների մեջ ավելի շատ է, բայց նաեւ հնարավորությունները տեմպը պահելու տեսակետից դժվար է լինելու։ Այս իմաստով կոնկրետ բոլորին դեմ եմ կուսակցության առումով, մենք գալու ենք ընդամենը 100 օրով կոնկրետ խոստումներ իրականացնելու հետևից են գալու, բայց բնական է, չէ, եթե ընթացս հնարավորություն լինի որևիցե մի բան շտկելու, բայց առանց ցնցումների, առանց մեծ sense գլոբալ պրոյեկտներ անելու, մենք իհարկե այդ ընթացքում փորձելու ենք իրականացնել։ Բայց հանուն արդարության, օրինակ այն ինչի մասին ես խոսում եի նախկինում, օրինակ լյուստրացիա անհրաժեշտության մասին, դա 100 օրում հնարավոր չի իրականացնել։ Ես խոսում եի արդարադատության ամբողջ համակարգի վեյտինգի, որը իսկապես օդի ջրի պես անհրաժեշտ է, այս 100 օրում դա անպատասխանատու կլինի սկսել։ Այս 100 օրը անցնելուց հետո բնականաբար մենք օգտագործելու ենք նաև որպես քաղաքական process-ը դա միայն պաշտոն զբաղեցնելը չի, շատերի մոտ տպավորություն է, որ եթե դու ասում ես քաղաքականությամբ եմ զբաղվելու ու ինձ հաճախ են այդ հարցը տալի, բա ոնց է լինելու, որ 100 օր հետո գնալու եք, բայց ասում եք քաղաքականությամբ ու որևէ պաշտոն այլևս չեք զբաղեցնելու, ես նման պարտավորություն եմ վերցրել, բա քաղաքականությամբ ոնց եք զբաղվել, ժողովուրդ քաղաքականությամբ զբաղվելը շատ ավելի լայն process է, շատ ավելի մեծ հնարավորություններ է տալի, բնականաբար որպես քաղաքականությամբ զբաղվող մարդ մենք այդ հարցերը եւ բարձրացնելու ենք եւ լոբինգ ենք անելու եւ տարբեր ֆորմատներով փորձելու ենք տարբեր թիմերի միջոցով նաեւ լոբինգ անել ու իրականություն դարձնել։ Տիկին Ղարաբեկյան, ինչու եք բոլորին դեմ։ Որովհետեւ ներողություն մի ճշգրտող հարց է։ Հատկապես դուք, որովհետեւ թե այս իշխանության կազմում, թե ընդդիմության կազմում, նախորդիվ նաև
Սերժ Սարգսյան եւ հանրապետական կուսակցության կառավարման տարիներին դուք այսպես ձեր համագործակցությունը շատ ակտիվ եղել եւ երևացել է ընդդիմադիր հատվածի հետ։ Այսինքն քաղաքական դաշտի ըստ ներկա բնակում երևացող բոլոր գույների հետ ինչ որ կերպ առնչություն ունեցել եք, ինչ որ կերպ համագործակցություններ եղել են, ինչպես ստացվեց, որ ինչ որ մի օր որոշեցիք, որ այս բոլորին դեմ եք դուք։ Նախ հանուն արդարության պետք է ասել, որ մենք միջև վերջնական ինքնուրույն միավոր ստեղծելը ու հանդես գալը որպես ինքնուրույն միավոր ընտրություններին, ասենք բոլորին դեմ են կուսակցությունը, հանդիպում ենք ունեցել գրեթե բոլոր թիմերի հետ եւ բացատրել ենք միտքն ու գաղափարը։ Նույն բանը արել է Նժար Սամդրական շարժումը միջև բոլորին դեմ են միանալը։ Հետևաբար այն առաջարկները, որոնք հնչել են, եղել են հասանելի բոլորին։ Բայց մարդիկ թիմերը կարծես թե հաշտ են համակարգի հետ, որը այն խաղի կանոնների հետ, որոնք գոյություն ունեն մեր դաշտում ու հնարավորություն չեն տալի նոր ուժերի կամ իրական փոփոխությունների գնալու, որովհետև այն սահմանած խաղի կանոնները, որոնք որ կան, դրանք ստեղծել են մի հատ իրավիճակ, որ նույն խաղացողները անընդհատ խաղի մեջ են, նոր խաղացողները որևէ ճեղքում անելու ու պարլամենտում հայտնվելու նոր մտքեր, նոր գաղափարներ բերելու որևէ հնարավորություն չունեն, եւ սա հուշում էր, որ բոլոր նրանք, ովքեր հաշտ են այս իրավիճակի հետ, իրենց դեմ, բոլորին դեմ process-ը հենց սրա մասին է։ Եվ մենք դեռ շարունակում ենք հույս ունենալ, որ այնուամենայնիվ որոշակի ուժեր հայտնի ասած ասма ուշքի կգան եւ կհասկանան, որ մեր առաջարկը ուղղված է ոչ միայն մեզ համար, հա, հետագայում քաղաքական process-ներին մասնակցելու ցանկություն ունեցողներին, այլ նաեւ հենց իրանց է ուղղված։ Դա հնարավորություն է այն ուժերին, որոնք տարիներ շարունակ մասնակցում են ընտրություններին ու չեն կարողանում հայտնվել պարլամենտում իրենց մարդկանց, ովքեր ձայն են տվել իրենց այդ 20, 30, 40 մինչև 1000 մարդիկ, ովքեր իրենց ձայն են տվել, իրենց ներկայացի չունենալ պարլամենտում, ինչ որ этаպում կհասկանան եւ կսատարեն հենց բոլորին դեմեմին, որտեղ բոլորին դեմեմը յուրահատուկ գաղափար է, յուրահատուկ պրոյեկտ է, եթե կուզեք։ Բոլորին դեմեմը չի գալի 5 տարով պաշտոն զբաղեցնելու, չի գալիս նրան պաշտոններ բաժանելու, չի գալիս իր բարեկեցությունը առաջ տանելու, հա, տենց բարելավելու։ Մենք գալիս ենք ընդամենը 100 օրով պայմաններ ստեղծենք, որպեսզի նոր թիմերը, նոր մտքերը, նոր գաղափարներ ունեցող թիմերը կարողանան հայտնվեն պարլամենտում։ Ու ամենակարևորը, որ թերևս միայն մեր թիմն է, որ իր վրա տենց պատասխանատվություն է վերցրել, կազմակերպել ընտրություններ, որից հետո, որը կազմակերպելուց հետո, այլևս վարչապետի տեխնացուն մեկը ես, այլևս 10 տարի որևէ պաշտոն զբաղեցնելու հնարավորություն չեմ ունենում։ Որևէ մեկ այլ ուժ նման պատասխանատու քայլ իր համար չի արել, հա, նման մի քիչ բան է հնչում, տենց, բայց զոհողության ոչ մեկ չի ուզում գնա։ Անկամ ընտրությունների այս փուլում իրենց ռեսուրսները խնայել, որպեսզի կարողանաս 100 օր հետո նոր ընտրություններին մասնակցել, անգամ այդ ուղղությամբ չեն մտածում։ Այսինքն բոլորին ձեռնտու են այս խաղի կանոնները։ Իդեպ ես նաև հաճախ հանդիպել եմ ձեր ծրագրի վերաբերյալ ընդհանրեն այդ 3 կետանոց ծրագրի վերաբերյալ ամենահաճախ հանդիպող քննադատությունը թերևս ընտրական շեմը իջեցնելու ձեր բացատրության մասին է եւ առաջարկի մասին։ Ստացվում է այնպես, որ ընտրական շեմի իջեցումը հանգեցնելու է նրան, որ ոչ թե դուք ուղղակի բոլորին դեմ եք լինելու, այլ բոլորին կողմ եք լինելու, որովհետեւ այդ իրավիճակում շատ քաղաքական ուժեր այլևս կհայտնվեն խորհրդարանում եւ կստացվի, որ ինչ եղավ, որ բոլորին կողմ եք։ Դե ստեյության ձևակերպումը ուղղակի տենց հետաքրքիր ձևակերպում էին գտել միջև մեր միանալը, թիմը բոլորին դեմեմի տենց մտածել էր, ու շատ ոնց որ մնացած հարցերում շատ խիստ կրեատիվ, այս հարցում էլ եղել են կրեատիվ, ու մտածել էին այդ անվանումը բոլորին դեմ են, բայց փաստացի ես ամբողջությամբ համաձայն եմ։ Սա հանուն նրա է, որպեսզի մարդիկ կարողանան նոր թիմերը, նոր գաղափարները կարողանան հայտնվեն պարլամենտում։ Աշխարհակահաղական նման մեծ փոփոխությունների ժամանակ այլևս ակնհայտ է, որ հին մեթոդներով, հին մտածողություն ունեցող մարդիկ, անգամ մեծ փորձառություն ունեցող մարդիկ փոփոխվող համակարգերում մեծ դժվարություն են ունենալու նոր մտքեր բերելու, նոր կառավարման մեթոդներ բերելու, նոր մոտեցումներ բերելու հնարավորությունը շատ վիճելի է, էլի, շատ կասկածելի է։ Եվ հետևաբար պիտի գան նոր ուժեր, նոր մտածողություն ունեցող, նոր պատկերացումներ ունեցող, իրավիճակին այլ դիրքերից նայող մարդիկ պիտի լինեն նաև ներկայացված պարլամենտում, որպեսզի կարողանանք փոփոխություններ անել։ Այլապես մենք շատ անգամ ինձ որ ասում են, այ մենք այս ինչ ոլորտում մեծ փորձառություն ունենք, ես ամեն անգամ հարցնում եմ, իսկ ինչի փորձառություն դուք ունեք։ Արդյոք ձեր փորձառության արդյունքը եւ հետևանքը չի, որ մենք ունենք այսօր այս վիճակը, այս ծայրահեղ ծանր իրավիճակը։ Իմ խորին համոզմամբ հենց այդ վատ փորձի հետևանքն է։ Հետևաբար միշտ չի որ փորձը
լավագույն արգումենտն է այս բանավեճերում։ Շատ դեպքերում այդ փորձառությունը ուղղակի անպիտան կարա լինի։ Այնպես որ նոր ուժերի գալը, այո, հանուն նրա, որ 10-20-30 հազար մարդիկ, ովքեր որևէ փոքր կուսակցության են քվեարկել, այդ մարդիկ ներկայացված լինեն պարլամենտում, հանուն նրա, որ նոր գաղափարներ բերող մարդիկ, նոր մտածողություն ունեցող մարդիկ ներկայացված լինեն։ Այո, սա հանուն այդ ամեն ինչի է։ Հայաստանը իր պատմության ընթացքում, այս 35-ամյա պատմության ընթացքում, եթե չեմ սխալվում, 14 համապետական ընտրություններ է տեսել, այդ թվում նախագահական, խորհրդարանական, հանրաքվեներ, մոտ 3 հատ սահմանադրական հանրաքվե, եւ այս բոլոր ընտրությունների ընթացքում, ինչքանով ես ուսումնասիրել եմ, երևի 1990 թվականի Գերագույն խորհրդի եւ 91 թվականի նախագահի ընտրություններից հետո մնացած բոլոր ընտրություններում կրկնվում է մի թեզ, որ ամենատարբեր քաղաքական ուժերն են ընդ որում ասում, որ այս սրանք ուրիշ ընտրություններ են։ Իմ տպավորությամբ երևի միայն այդ խորհրդային Հայաստանից Հայաստանի Հանրապետություն անցնելու ընտրություններն են ուրիշ ընտրություններ եղել իրապես, բայց այդ թեզը ես հաճախ եմ տեսնում եւ տեսնում եմ նաեւ հիմա։ Իսկ դուք ընդհանրապես կարծես թե ձեզ չի հետաքրքրում այդ ուրիշ ընտրությունների գաղափարը այն իմաստով, որ մի ուժը ասում է, որ սա ինքնության պաշտպանության խնդիր է, մյուսը ասում է Հայաստանի ադրբեջանացման դեմ է, մի ուժը ասում է Հայաստանի ինքնիշխանության ամրապնդման համար է, ընդհանրապես նաև ձևակերպում է, որ պետականություն ունենալու մասին է, նոր պետություն ունենալու մասին է եւ այսպես ամենատարբեր եւ ամենածայրահեղացված ձևակերպումները տեսնում եմ ես։ Լավ, եթե այս քաղաքական ուժերը տեսնում են, գուցե իսկապես ինչ որ մի բան կա, որ այս ընտրությունները այլ են, իսկ դուք ներկայանում եք ընտրություններին ջուր ծեծելով, մուկ տշելով, ոչկա գլորելով եւ կարծես թե այս աշխարհակաղակական լուրջ հարցերը ձեզ չեն հետաքրքրում։ Ես համաձայն եմ բոլոր մտքերի հետ, որոնք որ հնչել են, այո, մեզ համար սա կարևորագույն ընտրություններ են, այդ իմաստով մենք համաձայն ենք, բայց լուծումները, որոնք որ առաջարկվում են այս պահին, մնացած բոլոր ուժերի մեջ, դրանք հիմնականում տենց իրավիճակը փոխելուն ուղղված, միտված գործողություններ չեն։ Ամենածանր իրավիճակները, բացի վտանգներից, իրանք նաև հնարավորություն են ստեղծում անել փոփոխություններ, որոնք դու այլ իրավիճակում չէիր անի։ Օրինակ 2000-ականներին, 2010 թվականին, ինչքան 15 թվականին, մենք այսպիսի իսկապես էգզիստենցիալ խնդրի առաջ կանգնած չէինք եւ բացատրել մարդկանց ինչի մենք պիտի գնանք կտրուկ փոփոխությունների, ինչու պիտի փոխենք սկսած ընտրությունների համակարգից, իսկ հետո ավելի խորքային փոփոխությունների գնանք, շատ դժվար է լինելու մարդկանց բացատրել, որտեղ միջին վիճակագրական մարդը մտածում էր, դե ապրում ենք անշար Արցախը կա, մենք կանք, ինչ որ աճ կա, տնտեսական մի քիչ ավել, մի քիչ պակաս, մի քիչ հետապնդումներ կան, մի քիչ կոռուպցիա կա, ինչ որ ծավալի կա, դե եկեք հանգիստ ապրենք, եկեք մի բզբզացեք, այս տրամաբանության մեջ են ապրելու։ Նման ծանր իրավիճակները քեզ պարտավորեցնում են գնալ այնպիսի փոփոխությունների, որոնք քեզ հնարավորություն կտան ճեղքում կազմակերպել եւ այս իրավիճակից դուրս գալ։ Մեր խորին համոզմամբ, տարբեր թիմերով հավաքված մարդկանց խորին համոզմամբ, շատ տարբեր մտածողություն, աշխարհայացք, լիբերալներից միջև խիստ պահպանողական հայացքներ ունեցող մարդիկ եկել են այն եզրահանգման եւ ճիշտ են եկել, որ հիմա լավագույն ժամանակն է փոփոխությունների գնալու։ Շատ անգամ մեզ ասում են եկեք մի քիչ վիճակը հանդարտանա, հետո նոր կգնանք փոփոխությունների։ Եթե մենք չգնացինք փոփոխությունների, իրավիճակը երբեք չի փոխվելու եւ երբեք չի հանդարտանալու։ Հետեւաբար փոփոխություններ գնալը սա լավագույն լուծումն է, որը կարելի է ներողություն առաջարկել մեր ժողովրդին եւ առաջարկել հենց հիմա։ Այնպես որ մեր առաջարկը ամենակաղաքական առաջարկն է, ակցիաները, որոնք մենք իրականացնում ենք ու շատերի մոտ տպավորություն են, որ դրանք անլրջացնելու տենց զվարճալի ինչ-որ պրոցեսներ, չէ, դրանք շատ հստակ քաղաքական ակցիաներ են։ Դրանք ցույց են տալիս, թե ինչ իրավիճակատիրում առհասարակ, որովհետև մենք ունենք կուսակցություններ, որոնք հավերժ մասնակցում են ընտրությունների այդ ջուր ծեծելու ինչ-որ անհասկանալի խոստումներով, որևէ մեկը չի ընտրվելու դեպքում անգամ եթե չի իրականացնում իրենց պրոյեկտները ջուր ծեծելու, ներողություն էլ չեն խնդրում իրենց ջուր ծեծելու համար, այդ ոչկա գլորելը դա ժողովրդական խոսք է տենց իրար վրա ոչկա գլորելը, հա, ոչ մեկին չի կանգնացնում են, որ դիմացինը կարող է կին լինի, որ դիմացինը կարող է ինչ-որ
ինչ որ ճանապարհ անցածին, բոլորը իրար վրա բոճկա են գլորում, ցեխ են շպրտում ու առհասարակ այս ամեն ինչը մենք ցույց ենք տալիս շատ ավելի շատ քաղաքական ակցիաներով, ամենակարևորը մեր ակցիաների արդյունքում որևէ մեկին չեն կալանավորում, որևէ մեկին չեն ձերբակալում, որևէ մեկը բռնության եւ ատելության խոսքի չի արժանանում։ Մենք ընդհանրապես իրականացնում ենք ակցիաներ, սրանք ամենակաղաքական process-ն են եւ մենք շատ ուրախ ենք, որ մեր ակցիաները մտքից զատ նաև ժպիտ են մարդկանց պարգևում, որովհետև ցույց տվեք այդ քաղաքական ուժին, որը որևէ իրավիճակում ժպիտ է առաջացրել։ Բացի ես նայում եմ մարդկանց հետ խոսում եմ, բացի այն մոլի երկրպագուներից, որոնք բոլոր ուժերի մոլի երկրպագուներից մնացածը լսել չեն ուզում։ Մարդիկ չեն ուզում գալ մասնակցել ընտրություններին, հոգնել են բոլորից, որովհետև այդ նույն տեքստերը, ես ինքս որպես ընտրող, կան տեքստեր, որոնք լսել եմ 90-ական թվականներից լսել եմ ու մինչև այսօր լսում եմ։ Իմ մոտ տպավորություն է, որ ամեն ընտրություններին առաջ գնում են դարակներից հանում են, տենց փոշին վրայից թափ են տալի ու նույն տեքստերը կարդում են։ Ես հոգնել եմ դա լսելուց։ Ես ուզում եմ նոր միտք, նոր գաղափար, նոր մարդիկ։ Անկամ քաղաքական ուժերը, որոնք քիչ թե շատ ավելի կայացած քաղաքական ուժեր են, սերնդափոխություն չի լինում այնտեղ, հասկանում եք, հավերժ մի հատ առաջնորդ ունեն, հավերժական առաջնորդ։ Դա նորմալ չի։ Պիտի սերնդափոխություն լինի, անգամ իրանք թիմերի ներսում նախանձ են, չեն ուզում փոխանցել գիտելիքը, փորձը կամ հնարավորություն տալ երիտասարդներին առաջ գալ, փորձ ձեռք բերել, ներկայացված լինելու, ճանաչելու լինելու։ Ես չգիտեմ, այս ինչ վիճակ է, որ երբ որ մենակ մի դեմք պիտի լինի, լավ, ամեն կուսակցությունից կարաս մի 2-3 դեմք ցած ճանաչես, բա մնացածը, բա սերնդափոխությունը։ Դուք հիմա նկարագրեցիք շատ տարբեր խնդիրներ, ինձ հետաքրքիր է իսկապես հավատում եք, որ ընդհանրեն այդ 3 փոփոխությունը քվեաթերթիկ բոլորին դեմ եմ անվանումով, ընտրական շեմի իջեցում եւ կային մեծամասնության չեղարկում կստեղծի պարարտ պայմաններ այդ խնդիրները լուծելու համար։ Ես վստահ եմ, որ սա բավարար է արդյոք այս process-ը դա վերջնական գեներացիայի հասնելու, առավելագույն արդյունքի հասնելու, ոչ, բայց սա առաջին քայլն է, որը հնարավորություն է տալու այդ ճեղքումը ապահովելու, այլ գործիք, այլ հնարավորություն այս պահին մենք ցավոք սրտի չունենք։ Սա լավագույն տարբերակն է լինելու եղած առաջարկներից, եղած քննարկումներից եւ ամենակարևորը սա գաղափարը, որի շուրջ հավաքվել են շատ տարբեր միավորումներ։ Շատերին թվում է, թե բոլորին դեմը տանց մի կուսակցություն է, չէ։ Դա մեծ թվով անհատների, նախաձեռնությունների, քաղաքական թիմերի հավաքույթ է, այնտեղ շատ մեծ թվով մարդիկ կան։ Երևացող մասով մի քանի հոգի են, գուցե ճանաչելի են մի մասը հենց այդ ովքեր որ հարցազրույցներ են տալի, տեսանելի դաշտում են լինում, բայց դա ահռելի մեծ թիմ է։ Մենք ունենք սատարողներ, որոնք տարբեր պատճառներով չեն ուզում լինել տեսանելի, որովհետև այս պայմաններում, որը մենք ունենք, քաղաքական այս հետապնդումների պայմանում, մարդիկ խնդիր ունեն։ Մարդիկ անվտանգության խնդիր ունեն եւ հենց դա էր նաեւ պատճառը, որ մենք օրինակ մանդատները վայր դնելու process-ը մի փոքր արագացրեցինք, որպեսզի հանկարծ մեր թիմակիցների վրա չփորձեն ազդեցություն ունենալ, ճնշումներ գործադրել, որպեսզի մարդիկ խնդիրներ չունենան ու մանդատ վայր դնելը չտևի մի տարի կամ մեծ խնդիրներ առաջացնի։ Մեր թիմակիցները ուղղակի որքան որ մենք պատկերացնում ենք, որ կարող ենք մանդատներ ստանալ ընտրվելուց հետո, մնացած բոլորին խնդրել ենք եւ իրենք սիրով համաձայնվել են եւ դա փոխադարձ համաձայնությամբ ա եղել, դա նախապես պայմանավորված ա եղել, որ ուղղակի մանդատները վայր են դնելու, բայց ինչ բան դա էլ բան եղավ, չէ, մեդիա այտենց էֆեկտ ստացավ, այտենց շրջանառության մեջ դրեց, իբր մեզանից փախուստի են դիմում, շորերը հավաքել են ու հայդա դեպի Փարիզ, այտենց վազքի մեջ են։ Տիկին Կարապետյան, դուք նաև նկարագրեցիք իրավիճակը եւ ձեր գործընկերների տարբեր հարցազրույցներ, թե ովքեր են իրականում ձեր ընտրողները, բոլորին դեմ են մարդիկ, ովքեր իրականում զզված են արկա խաղի կանոններից, քաղաքական դաշտի բոլոր գործիչներից եւ եկեք համաձայնենք, որ այդ մարդկանց տեղից հանել եւ ընտրատեղամաս հասցնել, որպեսզի ձեզ քվեարկեն, դա իրականում բարդ գործ է, որովհետեւ ի սկզբանե այդ մարդիկ արդեն ունեն վերաբերմունք։ Հիմա դիցուկ պատկերացնենք իրավիճակ, որ դուք համոզել եք որոշակի հատվածի, հասել են ընտրատեղամաս, նրանք ավելի դժվար են հասնում, քան մնացածը, եւ իրենց որոշումը կայացրել են եւ քվեարկել են ձեզ, եւ դուք չեք հատել անցողիկ շեմը։ Ինչ պատասխան պետք է տաք այդ մարդկանց։ Որպես տարբերակ մենք քննարկում ենք 3 տարբերակ։ Տարբերակ առաջին, մենք մեր ջանքերը գործադրում ենք ամբողջությամբ, բայց չենք կարողանում հատել այդ 4%-անոց շեմը։
մենք շարունակում ենք մեր քաղաքական գործունեությունը, որովհետև թիմում թեև տարբեր մտածողություն ունեցող մարդիկ կան, բայց գրեթե բոլորի մոտ վերջնական որոշում կա, որ այս կամ այն ձևաչափով մենք միգուցե միասին, միգուցե տարբեր թևեր բաժանվել, բայց մենք շարունակելու ենք մեր քաղաքական գործունեությունը, այսինքն այս մի ընտրություններին ցեղ շպրտելով ակցիաներով սա չի կարող ավարտվել, դա հստակ որոշում կա, պիտի նաև մեր հասարակությանը տեղեկացնեմ, որտեղ այդ հարցը հաճախ հնչում, բա հետոն էլ կա։ Ուղղակի հիմա զուտ այս իրավիճակում հետոյի մասին խոսելը մի քիչ շատ կծանրաբեռնի, որտեղ տեղից մեր տեքստը բավականին դժվար իմպլեմենտացիան շատ դժվար եղավ, մարդկանց շատ դժվար կարողացանք բացատրել, որ բացի կատակից եւ ժպիտից մենք նաեւ լուրջ պրոյեկտ ունենք առաջարկելու։ Տարբերակ երկրորդ, մենք անցնում ենք պարլամենտ, բայց մնացած թիմերին մենք adekvat ենք, մենք մնացածին նման չենք ասում, որ մենք 51% գրպանում ունենք դրած, որտեղ դա հնարավոր չի։ Մենք հասկանում ենք, որ 51% չենք ունենալու եւ մնացած ուժերի համաձայնությամբ միայն, որ մենք կարողանալու ենք գալ եւ իրականացնել մեր process-ը, եթե չենք կարողանում համաձայնության գալ, մենք անմիջապես մի մարդու նման բոլորս մանդատները վայր ենք դնում եւ հեռանում ենք։ Բայց եթե քաղաքական գործունեությունը շարունակելու եք, ինչի համար եք մանդատները։ Որովհետեւ մենք չենք ուզում դառնալ ռուսերեն հարմար բառ ասում մալչիկ դլա բիծիա, որ եղավ 5 տարի այս իշխանությունները ձևացրեցին, որ իրենք ընդդիմություն են, այնինչ իրենք ուղակի տենց լավ հարմար տեղավորվել էին, շարունակում են իբր տենց ընդդիմության դերը խաղալ։ Մենք ասում ենք, որ մենք չենք գալու, որովհետև բոլորին դեմ եմ քվեարկող մարդը մեզ ձայն չի տալիս, որպեսզի մենք գանք 5 տարի պրեմիա ստանանք ընդ։ Բոլորին դեմ եմ տնից դուրս եկած ու ընտրության եկած մարդը, որ մեզ ձայն ա տվել, ինքը մեզ ձայն ա տվել միայն մի բանի համար, որպեսզի երկրում տեղի ունենան փոփոխություններ եւ եթե մենք դա չենք կարողանում իրականացնել, մենք ուղղակի մանդատները վայր ենք դնում, ու ինչպես նախորդ պայմաններում եթե հանկարծ չենք ասում, մենք շարունակում ենք մեր քաղաքական գործունեությունը շատ ավելի արագ, շատ ավելի ինտենսիվ, շատ ավելի խորքային, որովհետեւ այնպես չի, որ այս իշխանությունները հավերժեն լինեն, ես խորին համոզմունք ունեմ, որ իրենք 5 տարի ուղղակի չեն ձգելու։ Եվ երրորդ տարբերակը մենք անցնում ենք պարլամենտ, կարողանում ենք համաձայնության գալ մնացած թիմերի հետ, մեր պրոյեկտը իրականացնում ենք 100 օր հետո կազմակերպում ենք ընտրություններ եւ շատերը հնարավորություն են ստանում գալ ներկա լինել պարլամենտում։ Այս 3 տարբերակներն է։ Արտառոց բան ստեղ չկա, ես խորին համոզմունք ունեմ, որ մենք արդեն հատել ենք 4%-անոց շեմը, որովհետեւ տարբեր վերլուծությունների արդյունքում, բայց ամենալավ ցուցիչը այս դեպքում գիտեք որն է, երբ որ բոլոր կողմերը հասկանում են, որ կտրուկ աճ իրենց մոտ տեղի չունենում ձայների, դա ակնհայտ երևում է։ Մի մասը արդեն հասել է իր մաքսիմում պիկի, դրանից ավել հավաքել չի կարողանում, մի մասի մոտ տենց քիչ անկումներն է նաև նկատվում, եւ մենք ենք որ դինամիկ աճ ունենք, անընդհատ դինամիկ աճ ունենք, ինչքան է փորձեն մեր թվերը ավելի նվազեցնել, տպավորություն ստեղծելու, որ մենք չենք անցել, միայն մենք ենք որ ունենք շատ մեծ դինամիկ աճ։ Հետևաբար մենք եւ նաեւ այն որ բոլոր կողմերը համաժամանակյա հարձակում են թե իշխանությունը, թե ընդդիմությունը համաժամանակյա շատ տխմար թեզերով փորձում է հարձակումներ իրականացնել, տարբեր կեղծ լուրեր մեր մասին տարածել, դա խոսում է նրա մասին, որ իրենց համար մենք ամենաանհարմար, բոլորի համար, թե նրանց համար մենք ամենաանհարմար եւ ամենաանկառավարելի ուժն ենք։ Եվ սա մեզ թույլ տալի ընդհանրել եւ դինամիկ աճը նաեւ եւ նաեւ մեր շփումները թույլ են տալի ընդհանրել, որ 4%-ը մենք արդեն հնարավորություն ունենք անցնելու, մենք արդեն խնդիր ունենք հնարավորինս շատ ավել ձայներ հավաքելու։ Այնպես որ կհանդիպենք, ասում եմ, պարլամենտում արդեն։ Ես ձեր խոսքից ճիշտ հասկացա, 3 տարբեր սցենարներ նկարագրեցիք եւ այդ բոլոր սցենարների պարագայում անկախ ելքերից այս քաղաքական օրակարգը շարունակելու է կենթանի պահել։ Փոփոխությունների, այս 3 փոփոխությունների, եթե հանկարծ չի ստացվում պարլամենտում անցկացնել այս պրոյեկտը, նշանակում է, որ մենք մնում ենք քաղաքականության մեջ եւ գուցե եւ այս 3 կետերից զատ ավելանան այլ կետեր, որոնք անհրաժեշտ են ավելի խորքային փոփոխություններ իրականացնելու համար։ Գուցե մտածենք, որ այս 3 կետերն ենք թողելու, բայց այն որ ինքը շարունակականություն ունենալու է, փոփոխություններին միտված ռեալ խորքային բովանդակային փոփոխություններին ուղղված գործողություններն են, դա միանշանակ է։ Դա թիմի ներսում հստակ բոլոր ունեն իրենց պատկերացումները, տարբեր մեթոդաբանություն կա, տարբեր պատկերացումներ կան, ինչպես է դա կարելի անել, բայց այս պահին մենք դա չենք քննարկում, ավելի խորքային ընթացս լինում է առիթներ, երբ որ սկսում ենք քննարկել, բայց խորքային բովանդակային պրոյեկտը վերջնական թեզի բերել, դա այս պահին դեռ չենք անում, որովհետև դրա ժամանակը չի, մենք հիմա ունենք շատ հստակ խնդիր, իրավիճակը փորձել օգտագործել այս իրավիճակը առաջի քայլը անելու, հետո նոր արդեն մեծ պրոյեկտ ներկայացնելու։ Տիկին Կարապետյանց նաև էլի վերադառնալով ձեր անձին,
Հետաքրքիր է նաև ինչպես դուք ընտրվեցիք վարչապետի թեկնածու։ Սա այն զավեշտներից մեկն է, երբ որ անգամ օրենքում բանավեճերի համար նախատեսված գրած է, որ առաջին համարները մասնակցում են վերջին բանավեճին, որովհետև տենց ա եղել, էլի, եթե դու չի սահմանում, չէ՞ որ առաջին համարը համարվում է վարչապետի թեկնածու։ Այո, բայց միշտ այդպես է եղել։ Ենթադրվում է, որ դա վարչապետի թեկնածուների բանավեճը պիտի լինի եւ առաջին համարը հենց միշտ պիտի լինի կուսակցության ղեկավար, վարչապետի թեկնածու, ուրիշ տարբերակ չէ, քննարկվում է։ Օրենքը ունի կանխական վերաբերմունք։ Օրենքը հենված է եղել այսպես ավանդույթների վրա, իսկ ավանդույթները իրողությունների վրա, իրանք չեն էլ մտածել ավելի լայնախոհ չեն եղել, որ կարող է անգամ ցուցակում չլինի մարդը, վարչապետի թեկնածուն կարող է եւ ցուցակում առհասարակ չլինել։ Վարչապետի թեկնածուն կարող է լինել երրորդ տեղում օրինակի համար կամ երկրորդ տեղում։ Դա անգամ չեն քննարկել, որտեվ տենց է, եթե կուսակցությունը ունի ղեկավար, ուրեմն ինքը հավերժ Լենին Պապին է, ինքը հավերժ առաջնորդն է, այնտեղ ուրիշ վարիանտներ չկան։ Մեր պարագայում եղել է երկու քվեարկություններ։ Մի քվեարկությունը տեղի ունեցել падգամավորների թեկնածուների վերաբերյալ եւ ըստ հավաքած ձայների տեղավորվել են որոշակի ցուցակում։ Հա, եւ նաեւ կանանց պարտադիր կվոտայի հետ կապված, եթե չեմ սխալվում, ես երրորդը չէի, բայց կվոտաների հետ կապված տենց ավելի փոփոխություն ա եղել բանում ցուցակի մեջ։ Եվ հետո տեղի ունենում վարչապետի թեկնածուները, ես շատ երկար ժամանակ ճիշտ ասած այդ սահմանափակումների 10 տարի չզբաղվելու, քաղաքական պաշտոն չզբաղեցնելու հետ կապված ունեի տենց վերապահումներ, ասում էի, որ դա ճիշտ չի։ Հետո մտածում էի, որ գիտեք, հետո տարբերակը հետևյալն էր։ Ինձանից շատ ավելի երիտասարդ, շատ ավելի պատրաստված, գուցե հոգեբանորեն քաղաքականության մեջ մտնել պատրաստված մարդիկ կան, երիտասարդներ, կանայք եւ տղամարդիկ, որոնք նպատակ են դրել զբաղվել քաղաքականությամբ, ու դա եթե ես չէի համաձայնվում, դա նշանակում էր, որ իրանցից որևիցե մեկը պիտի փաստորեն զոհաբերվեր այս ընթացքում ու իրանցից որևիցե մեկը չզբաղվեր քաղաքականությամբ, իսկ ես մնայի process-ի մեջ։ Դա իմ տեսակետից շատ սխալ է, եթե քո նպատակն է սերնդափոխություն ապահովել, քո գործունեությամբ ապահովել սերնդափոխություն, դա ամենաէգոիստ, ամենաչմտածված քայլն է լինելու։ Հետևաբար ես համաձայնվել եմ, ընդունել եմ այդ առաջարկը եւ թիմը նորից հերթական քվեարկության արդյունքում առանձին որոշում էր կայացրել, որ ինձ առաջադրում է որպես վարչապետի թեկնածու։ Այնպես որ ամեն ինչ եղել է թափանցիկ, ամեն ինչ եղել է արդար, ես կարծում եմ ամենաարդար իրավիճակն է, որովհետեւ նորից շատ կարեւոր է, եթե դու ինքդ ուզում ես անդադ ջատագովում ես սերնդափոխության համար, քաղաքական սերնդափոխության, քաղաքական էլիտաներ ձևավորելու տեսանկյունից, դա ամենասխալ քայլը կլիներ, եթե ես չընդունեի այդ առաջարկը եւ իրանցից որևիցե մեկը լիներ իմ փոխարեն ու չզբաղվեր այլևս 10 տարի քաղաքականությամբ։ Հիմա ստացվում է այնպես, որ վարչապետի թեկնածուների բանավեճում ձեզ ենք տեսնելու։ Քանի որ առաջի համարն են, օրենքը նախատեսում է միայն առաջի համարների բանավեճ, մեզ մոտից կարող է լինի Սպարտակը Գյուրիղյան առաջի տեղը զբաղեցրած է, բայց մենք փորձելու ենք այս process-ը նաև շտկել, որովհետև եթե վարչապետների թեկնածուներն կամ առաջի համարները այն դրամաբանությամբ, որ թեկնածուները պիտի իրար հետ բանավիճեն, մենք փորձելու ենք այս process-ը ճեղքել նաև բնականաբար նամակագրությամբ շատ քաղաքակիրթ ձևով փորձելու ենք շտկել իրավիճակը, բացատրել, որ օրենքը հնացել է, օրենք արդիական չի, օրենքը չի ներկայացնում ամբողջների կապանակը քաղաքական դաշտի եւ իրողությունների, որը մենք ունենք, հետեւաբար ողջամտությունը հուշում է, որ ճիշտ կլինի ոչ թե առաջի համարն էլ, այլ վարչապետի թեկնածուները բանավիճեն, բայց մյուս կողմից էլ այլ խնդիր է տեղ կառաջանա։ Լավ չեմ ասի, ինչ թող մեկը ինքը մտածի ոնց է տակից դուրս գալու այդ խնդիրների։ Մի խոսքով մենք պատրաստ ենք բոլոր իրավիճակներ, իրականում մենք շատ երկար քննարկումներ ենք ունենում, շատ դժվար քննարկումներ ենք ունենում, որովհետև երբ որ քո դիմացինը ոչ թե կուսակցության անդամն է ու քեզանից կախվածություն ունի ինչ որ իմաստով, այլ ազատ մտածողություն ունեցող, ազատ իր էությամբ ազատ մարդիկ են, գիտակից մարդիկ են, կայացած մարդիկ են, որոշակի կյանք ապրած մարդիկ են, իրանց հետ դու չես կարող հրահանգավորել, այ դու կգնաս, այս ինչ բանը կանես։ Դու պիտի հիմնավորես ինչի է սա ճիշտ տարբերակ։ Ու այդ բանավեճերը եթե տեսնեք, իրանք շատ բարդ բանավեճեր են, բայց նաև մյուս կողմից շատ հեշտ է մեզ, որովհետև երբ որ դու գիտակից մարդկանց հետ գործ ունես, ողջամիտ արգումենտները ընտրվում է լավագույն արգումենտացված, հա, միտքը, գաղափարը, գործողությունների, մտքերի, տեսակետների առումով, այնպես որ մի կողմից այո շատ դժվար է, որտեվ
մտածող մարդկանց կառավարելը որն է, համագործակցելը բավականին բարդ է, բայց ամենաարդյունավետը հենց գիտակից մարդկանց ներգրավելն է process-ի մեջ, որովհետև դու ստանում ես մաքսիմում արդյունք ու մենք դա ապացուցել ենք։ Ընդամենը մի քանի ամսվա ընթացքում մենք ստացել ենք առավելագույն product-ը, որը որևէ մեկը դեռ այս պահին չի կարողացել գրանցել։ Շնորհակալ եմ զրույցի։ Ես եմ շնորհակալ։ Ամեկ պլյուսի եթերում կանայք եւ քաղաքականություն շարքի հերթական թողարկումն է, շարունակեք հետևել մեզ։